Պարոն Սասունյան, բարև ձեզ, շնորհակալ ենք եւ իրապես մեզ պատիվ է, որ հյուրընկալվել եք մեզ, մի մարդ, որը իր ամբողջ գիտակցական կյանքը նվիրել է հայրենիքի ազատագրմանը, հայրենիքի ազգային արժեքների հայկականության պահպանմանը, պաշտպանմանը եւ այսօր մենք ցավոք մի իրականության մեջ ենք, իրապես աղետալի իրականություն, երբ մենք առերեսվել ենք Արցախի կորստին, մենք կանգնած ենք մեր մյուս հայրենիքը Հայաստանը կորցնելու շեմին, որովհետև այսօր Հայաստանի սուվերեն տարածքից հատվածներ են օկուպացված թշնամու կողմից, բայց նաև հույսը չենք կորցնում, որովհետև հավատում ենք, որ արժանապատվությունը մեզանում ամբողջությամբ չի մահացել եւ մենք կվերականգնենք մեր լիարժեք արժանապատվությունը։ Հիմա ուղղակի մեր զրույցը, քանի որ առաջին անգամ ենք զրուցելու, ես ուզում եմ սկսել այս հարցից, որ դուք օրինակ կպատկերացնեիք, որ մի օր մեզ կքարոզեն եղբայրություն անել մի ազգի, մի ժողովրդի հետ, որոնք ըստ էության գենետիկորեն ատում են հայ ազգին, հայ ժողովրդին եւ իրենց համար առաջնահերթություն է եղել հայ ժողովրդին ցեղասպանելը։ Բոլորովին ոչ, գիտեք, ինչպես կարող ես մի ազգի հետ կամ թշնամու հետ եղբայրություն կամ խաղաղ աբակամը տասյա պաննել հավատալ եւ ուզել այդպես ապրել եւ գիտես քո թշնամիդ իր երազը, իր էությամբ, իր բոլոր նպատակը Հայաստանը վերացնել է եւ եթե չեք գիտեր թուրքը ով է, նայեցեք անցյալին թե ով է, թուրքը 800 տարի է հալածում է հայ ժողովուրդը, քանի ու քանի ցեղասպանություններ է կորզել հայ ժողովրդի, թե մեր մշակույթի, թե մեր մտավորականները քլխահատել են, մեր եկեղեցիները ոչնչացրել են, եւ ոչ թե միայն հայ, այլ հույներին, քյուրդերին, արաբներին, բուլղարներին, ռոմանացիներին, նույն բանն էլ թուրքի էությունը ցեղասպանություն է, նրանք մարդկային արժեքները զուրկ են եւ նրանց միակ նպատակը թեպի արևելք ետալ եւ թեպի արևելք ճամփան Հայաստանն է փակում։ Նրանք ուզում են միանալ Ադրբեջանին, Ադրբեջանի միջոցով Թուրքմենստանին, Ղազախստանին եւ այդ բոլորը, սա իրենց հարյուրավոր տարիների երազն է եւ այդ միակ բանը, որ իրենց ճամփան փակել է, Հայաստանն է։ Եվ Հայաստանը հիմա գտնվում է այդպեսի հայու արժեքները զուրկ իշխանության ցերկը, որոնք եղբայրություն են քարոզում նրանց հանդեպ, որ իրենց ուզում է սպանել։ Ես կուզեի իմանալ, արդյոք եթե թուրքերը կային վաղը Նիկոլի ընտանիքին սպաննեին, Նիկոլը դակավինգասեր, թուրքերի հետ եղբայրություն անենք։ Ոչ, իհարկե ոչ, քանի որ նա իր մեջը չունի ազգային հոգի, նա ոչ մեկ խաղապար չունի, թե ինչ է Հայաստանը, ով է հայ ժողովուրդը, նույնիսկ ասել է մի քանի շաբաթ առաջ, որ կամ մի քանի ամիս առաջ, որ հայոց պատմություն գոյություն չունի։ Այդպեսի բանը չես գիտեր որքան ծիծաղես այդպեսի բան լսելով, որ մենք 4000 տարի պատմություն ունեցող ազգը նստել է մի դիբիլ մատմը, մի անկրակետ, մի հիմար մատմը, որ վարչապետը աթորն է բաղում, ասում է հայոց պատմություն գոյություն չունի։ Քնակ ատա խորենացին, քնակ ատա մեր հայոց պատմաբանները, բոլոր ինչպես մի մարդ, որ ինքզինք հայ է գոչում, գասե որ Հայաստան գոյություն չունի, չէ, Թուրքիա գոյություն չունի, թուրքերը հոս 700 տարի է հոս են գտնվում, մենք հոս 4000 տարի գտնվում ենք, ազերիները 200 տարի չեղավ որ գոյություն ունեն, աս բոլոր տարածքը մենք ենք, Հայաստանն է, աս բոլոր տարածքը մեր հայրենիքն է, ուրեմն լսելով որ մի մարդ, որ ինքզինքը հայ է գոչում եւ ինչ որ աթոր է բաղում, որ խաղաղություն, թշնամի հետ խաղաղություն ուզում է, որ իրեն միակ առած կորձը բոլոր բամության մեջ անցած տարերով հայ ժողովուրդը գոդորել է։ Ինչպես կարող ես այդպեսի ժողովրդի մի հետ խաղաղ ապրել, երբ որ գիտես իրեն անցյալը, եւ որ գիտես իրենց ցանկությունը, եւ մի քանի օր առաջ ասել եմ, որ ասկե մի քանի տարի առաջ Էրդողանը ասել է, որ հայ ժողովուրդը մեր Թուրքին սուրի վրայի մնացորդն է, ասպեսի ինչպես կարող ես այդպեսի մարդկանց հետ տուն խաղաղություն կարոզել։ Եթե Թուրքին հետ խաղաղություն ուզես կարոզել, ես ասեմ քեզ ինչ է պայմանները։ Ցեղասպանությունը ճանչնալ, Հայաստանի հողերը յետ վերադարձնել, ներողություն խնդրել եւ հադուցում վճարել։ Աս փոլ 4 թողանեն, հետո ես ակեսեմ Թուրքին հետ խաղաղ ապրենք, բայց թուրքերը այդ ոչ մեկը չեն արել։
Թուրքիան այսօր 3-4 հատ Հայաստան են գրաված բահում բոլոր արևմտյան Հայաստանը Թուրքիա հերքում է ցեղասպանությունը Թուրքի նպատակը ոչ մի բանով չի փոխվել ուրեմն ովևէ մարդը որ ասկու հայրենիք սիրե ովևէ մարդը որ դղամանտ է Թուրքիա խաղաղություն չի կարող կազմել քանի նա պետք է նախ իմանա Թուրքի ինչ է եւ ով է եւ վերջ անկարելի բան է ադի բոլորովին Ինչ են ես դա քարոզում ինչ նպատակ ունեն ով է լինել ասես Ինչպես Ինչ են իրենք դա մեզ քարոզում Այսինքն իշխանությունը քանի որ վախկոտ իշխանություն է քանի ասկային հոգի չունե նրանց համար ինչ Հայաստան ինչ հայոց բամություն ինչ իրենց համար միակ նմարը իրենց լավ ապրելն է դուք տեսաք մի քանի օր առաջ կամ ամիս առաջ վարչապետ գոչվածը թոշակալուն է ասում է դուք ինչ պիտի 10,000 դրամ ինչ պետք է Եվ մի քանի օր վերջ ինքզինքը 15 միլիոն դրամ բարգև է տալիս ինքզինքը եւ իր մնացած մաթեր այդ դիբիլներին ամեն մեկուն 2 միլիոն 3 միլիոն մաթիկ ձեր մեր դարիքոտ բաբիկները դադիկները 40,000 դրամով մեկ ամիս մատ չի կարող երկու շաբաթ ապրել 40,000 ալ ուր մնաց վարս վճարը Քումունելները վճարը, հաց ուտե եւ հերացանի բաներ բատկերը վճարը ուրեմն եւ մարդոց ասում է քացեք սոխկերը, քացեք ինչ պետք ունեք 10,000-ը եւ ինքսիկը 15 միլիոն բարգև է տալիս։ Ասված բան չլսված բանը ասմատը ինչ երեսով հայերեն է խոսում, ինչ երեսով ինքսինքը դղամատ է համարում, ես չգիտեմ։ Ձեզ համար ինչ է Ասասունյան Արցախի կորուստը։ Արցախի կորուստը Ինձ համար մոտավորապես նույնն է անիչ որ Հայաստանի գորուստն է լինել։ Ինձ համար այդքան Արցախը Հայաստանի բամության ամենահարուստ դարածքն է, ամենահարուստ բամություն ունեցող դարածքն է եւ եթե ես չեմ սխալի, սփակեցեք ինձ եթե սխալ եմ, Մեսոպ Մաշտոցը այփուփենը Արցախի մեջ է գրել։ Մենք ինչ բամություններ ունենք եւ եթե մոտենանք այս օրերին, մենք կտեսնենք որ Համաշխարհային երկրորդ պատերազմին Արցախը որ ինչ որ 100,000 հայ ունեցել է, քանի հատ գեներալներ դվերեն, քանի հատ ասկային հերոսներ դվերեն, Արցախը հերոսների հայոց բամության մեր իմ ամենաշատ սիրող քրողը Ռաֆին իր քիրքերին մեկը Խամսե Մելեքությունը Արցախի մասին է, այսինքն Արցախը անհավատալիորեն հարուստ, բամությամբ հարուստ, հերոսներով հարուստ, մշակույթով հարուստ Հայաստանի ամենակարևոր դարածքները մեկն է, ինչպես Սյունիքը, ինչպես Երևանը, ինչպես Գարսադահանը, Վանը, բոլոր Դարոնը, Սասունը, ուրեմն Արցախի գորուստը մեզ համար անդանելի մեծ հարվածն էր եւ ինչպես մի քանի օր առաջ ասի, որ Արցախի գորուստը մեզ համար անդանելի մեծ հարվածն է եւ մենք եթե այն օրը որ մենք սկսենք մոռանալ Արցախը մենք այլևս մեր հայոց բամության վերջին էջն ենք գրում չի կարելի Արցախը մեր ամենամեծ հարստությունն է եւ մենք պետք է երբեք մեր հույսը չգտնենք, մեր բայկարը չթարթեսնենք Արցախը վերադիրելու, քանի որ ինչպես Անտանիկնա, Նշտերնա, Մոնտենա, բոլոր ինչ հերոսներ ունեցած ենք ասկային Վասկեն Սարգսյանն ինչ հերոսներ ունեցալ են, բոլորն ասել են, որ առանց Արցախի Հայաստան գոյություն չունի, քանի որ հիմա ազերիները ատեն Արցախը ցերկ բերել են շնորհիվ մեր վախկոտ վարչապետին հիմա իրենց երազը Սյունիքն է ատեն հիմա ատեն իրենք աշխատանք տանում են Սյունիքն է ցերկ բերելու եւ եթե աս վախկոտ մատը մնա Հայաստանի վարչապետ մենք բոլորովին չեմ զարմանալ որ մենք մի քանի ամիս են կամ 1-2 տարի սա Սյունիքն է գործընծնենք եւ ադի նշանակում է Հայաստանի վերջը Բայց իրենք փորձում են համոզել որ Արցախը միշտ էլ Ադրբեջանի կազմում է եղել Թուրքերն նույնն են ասում ուրեմն Թուրքերուն գրկնում են քանի իրենց ինչպես ասի արժանապատվություն ունեցող հայ չեն եւ իրենք վախկոտ են եւ իրենց համար Թուրքի երազները իրենք են կորզածում մենք բոլորս ինչպես գիտենք հայոց բամությունը լեցուն է թավաժաններով եւ ես շատ անգամներ ասել եմ բոլոր հայոց բամության մեջ չի եղել եւ հավանաբար չի լինի Նիկոլ Փաշինյանի նման մեծ թավաժանմը
Խնդրեմ ես մասով։ Ուրեմն վախկոտ մատ Որոնք են իրական վտանգները, որ այսօր սպառնում են Սյունիքի եւ Հայաստանի։ Ուրեմն ինչպես վախկոտը միշկան է, նա ասում է, օ, եթե ես չնդրվեմ բادرազմ է լինել։ Իրականություն մեկ հատ խնդրում եմ ժողովրդից, որ իրականության նայեցեք։ Քոչարյանի 10 տարվա ընթացքին բادرազմի հատ չի եղել։ Նիկոլի 7 տարվա ընթացքին 3 հատ բادرազմ է եղել։ Քոչարյանի դարիներում մենք 1 սանտիմ 1 քառակուսի մետր հողտնուրից չենք գործընծել, Քոչարյանի Նիկոլի ժամանակ մենք բոլոր Արցախը ոչ թե միայն բոլոր Արցախը գործընծել ենք, այլ նաև գործընծել ենք կարծեմ 240 քառակուսի կիլոմետր Հայաստանի հողերը եւ ասի միան սկիզբն է։ Ալիևը քեֆ է անում, որ ասպեսի մի վախկոտ մատմը նստել է Հայաստանի վարչապետի աթորին Զանգում է Նիկոլին ասում է սահմանադրությունը փոխել, սահմանադրությունն է փոխում, ասում է հայդարարե, ասին չգա հայդարարե, հայոց բապմուչան էջերից վերացնում են հերոսները, բանակը ոչնչացրել են, ասմատիկը Թուրքի երազած մատիկն են, Թուրքի ինչ որ ցանկանում է ասմատիկը կորզածում են եւ ասում են, եթե մենք չնդրվենք բادرազմ է լինել։ Չէ, դուք ընդրվիք դե բادرազմ է լինելու։ Քանի Ալիևը բիդասե Սյունիքը չիդակ բادرազմ է լինելու, Սյունիքը բիտա։ Հետո բիդասե Սևանալիջը չիդակն է, Սևանալիջը բادرազմ է լինելու։ Ատեն մատ ուղագի հայդարարում է, որ ես քալելով Երևանն բիրանեմ։ Դե ասպես մատու են, ինչպես դու խաղաղություն եք գխարու, աս մատու նպատակը մեզ վերացնել է եւ իր երազը իրականացրել է, որ ասպեսի մի վախկոտ Նիկոլ գոչված, քբեական գոչված են, ինչ որ գոչվում է նրանց կուսակցությունը։ Իրենց երազած մատիկն են սրանք իրենք ներսից Հայաստանը ոչնչացնում հայ ժողովուրդը խապեպայությամբ, վախկոտությամբ, աբասկայնությամբ բան են անում եւ ասում են ասի չնեգատվին, ադի չնեգատվին, Քոչարյանը ընդդեք բادرազ չէ, դուք մնակն է բادرազմ են լինում։ Դուք 7 տարվա մեջ ատեն 3 հատ բادرազմ եք բերել Հայաստանի գլխին։ Ուրեմն ասմատիկը ես իրեն չեմ ուզում նույնիսկ հայ գոչել։ Բոլորը տեսեք, բոլոր Նիկոլն է, Ալեն Սիմոնյանն է, բոլոր at վեր խավ որ կա բոլորը բանակ ծայել է փախուց տված վախկոտ նապաստակներ են, ոչխաններ են, բոլորը մի հատ բանակի մեջ չէ ծառայած, բոլորն վախկոտ են։ Եվ այդպես նայեցեք հիմա նյութեն գներեք շիշերին, մեկ հատ նայեցեք մեր երդասարտության, թմրամոլ, ալկոհոլիկ, բոլոր Հայաստանը թմրամոլներով լեցվել է, բանակ չի գա, թմրամոլներով լեցվել է, բոլոր եթե ասմատը մնա, Նիկոլը մնա Հայաստանը աշոտիկներու նման դիբիլ վախկոտ թմրամոլներով բիլի լեցվի, մեր երդասարտության մեջ մեկ հատ դղամարդ չի մնալու, ուրեմն ասմատիկը դագանքներ են, ես անցյալ օրս ասում էի, որ Թուրքիո մեջ ինչ 80 միլիոն թուրք կա, մյուս կողմն 12 միլիոն ազերի, այդ բոլորի մեջ մեկ հատ թուրք մը չկա, որ նիկոլական չէ։ Ամեն թուրք որ կա նիկոլական է, քանի նրանք տեսնում են, որ ասմատը իրենց ուզածը անում է, իրենց կորզակալն է։ Ինքը սրա նրա ասում է դուք ասմատը ասինչ կորզակալն է, հաբա թուն թուրքի կորզակալն ես։ Թուրքի ըսած անում ես։ Վաղը դեր ինչ է պիտանի ասմատը, ուսա մեր ժողովուրդը խելքի կա, մեր Քոյության բաճորով մեր դարիների ասերունտի դարիներին 4000 դարվա քոյություն ունեցող Հայաստանը բեք չէ վերանա։ Եվ եթե ասմատուն վերընդրեք Հայաստան չի մնալու ժողովուրդանը, միան լավն է ասեք, ասմատը ինչ է արել թասիբով, վախկոտ, սդախոս, թրքամոլ, փանակ կանթող եւ ուրիշներուն քողացում է։ Մի հատ հարցրեք ինքը ինչքան թալանել է։ Ինքը 15 միլիոն բարգև է դվել եւ մեր բաբիկներին, դադիկներին ասում է 10,000 դրամ ինչ միդանես դու 40,000 կպավե ամիսը։ Ասմատը դագանք մնա, ասմատը Հայաստանի թիվ 1 թշնամին բոլոր հայոց բամության մեջ ասպեսի թավաժան շունը չի եղել եւ ասմատը պետք է հեռացվի, ոչ թե մենք Հայաստան չենք ունենալու այլևս։ Քանի որ երիտասարդությունից խոսեցիք, այո, ցավոք մեր երիտասարդության մեջ տարածված է աղետալի իրողությունը, բայց նաև մենք ունենք օրինակ Դավիթի եւ Միքայելի նման տղաների 18-ամյա երեկոյակ եղբայրները, որոնք վերջերս Նիկոլ Փաշինյանից պահանջում էին չփոխել հայ առաքելական եկեղեցին եւ ցավոք այսօր Դավիթին 2 ամիս կալանքի տարան։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը այն բարագայում, որ ակնհայտ է, հիմա տեսանյութեր կան, որ ինչպես են
առաջինը Դավիթին հարվածում նույն եկեղեցում։ Խնդրեմ։ Ուրեմն հատեն մենք բոլորս գիտենք, որ ասմատը բանակը կանտեց, Հայաստանի հողերը հանձնեց, հայոց պատմությունը ուզում է ասում է գոյություն չունի եւ ինչպես նաեւ բան Մադենատարանի դոնորենը կորձիսանեց, քանի որ հայոց ցեղասպանության մասին նյութ է արել, Սյունգայթին նյութ է արել եւ ատենք մի դարի մնե ինչ հայ արաքելական եկեղեցի թեմ Բայկարը ուզում է Էջմիածինը կանտել, մի բան որ թուրքերը նույնիսկ չեն կարողացել, մոնղոլները չեն արել, արաբները չեն արել, ասմատը ներսից ուզում է եկեղեցի թեմ Բայկալեր եղեր Գաթողիկոսին թուրին չի գալիս, ապա մեկը քու ընտանիքիդ բամությունը մենենք մեզի Նիկոլ, մեկը մեզի մեկ հոմոր բամությունը, դեսնեք քո մայրը ով է, ատեն գիտենք քո հայրդ քո մասին ինչ է մտածում, ատեն ընդդու վաղուց ասել է Մի հատ ասեք քո գինը ով է, քո երեխաները ով է, թմրամոլ, ալկոհոլիկներ, մի հատ չես կարողացել, մի հատ դղամը թասի արագել, մեկ հատ շնորհքով աղջիկ մը թասի արագել, չես կարողանում Աննայի նման գինը շնորհքով բայել, քանի դու շնորհք չունես, քանի քո արժեքները չկա, մաթու արժեք չունես, հայու արժեք չունես, այս ժողովուրդը պիտի կա ու թքե քո նմանների գերեզմանները, քո եւ քո հատ որոլ հատ խավ Ալեն Սիմոնյանները Մյուսերը ինչ որ են նրանց անունները նրանք հայ ժողովրդի ինչքան երդասարտներ ինչքան Փակրատ Սրբազանը Միքայել Սրբազանը բոլորին մի բան գտնում են շինցուփաներ եւ փանդարգում են ապա իրենց ինչեր են անում ինչ խաթախություններ ինչ օրենքներ են խախտում իրենք հարստացնում են մի հատ նայեցեք աս Ալեն Սիմոնյանը ինչ տունի մեջ է ապրում Միրզոյանը ինչ է եւ մնացած բոլորը ինչ տունի մեջ էին ապրում 7-8 տարի առաջ եւ ինչ դուների մեջ են ապրում բոլորը հարստացել են բոլորը թալանում են եւ ասմաթիկը աս բոլորը իրենք ասպես բայկարում են քանի գիտեն աս բոլորը եթե իրենք չնդվեն աս բոլորը ճուրիերս բիդիկա եւ ժողովուրդը բիդկիտնա թե նրանք նույնքան քողավազակ են քան ովևէ մեկում որ իրենք քողավազակ են գոչում ուրեմն աթարությունը դուք նաեւ գիտեք գներեք բայց դուք նաեւ գիտեք ասկե ինչ է դարի առաջ էր ինչ էր հայդարարերը որ ինչ թադավոր ինչ թադախած իր համարցակություն ունենա վարչապետին լսել չի լսելու ուրեմն ասպես որ մեկ ժողովրդավար երկրի մեջ վարչապետը գասե որ թադավորներուն թադախածներուն հրանք է տալիս որ ասի սրան փածեր պակալեցեք ասի արեք այդպեսի բան չի գա ժողովրդավար երկրի մեջ թադավորը վարչապետը ոչ մի թադավորի ոչ մի թադախազի հետ իրավունք չունի գապվելու եւ ասելու թե ասարեք ու անարեք եւ ինքը ով որ իթեմը բանի անում ցերպակալ տալիս է ադիկա ասի սա ժողովրդավարություն չէ սա դիկտատորություն է սա հանցակորձ իշխանություն է սա սահմանադրությունը չի հարգվում օրենքը չի հարգվում բայց ասմատիկը որոնք այսօր ցերպակալվել են եւ անցած դարիներին նրանք իրենց արժանի հարկանքը այսօր ստանում են եւ ապակա սերունդներին քանի որ իրենց համար բադիվ է ասպեսի դագանքի մգողմից ասպեսի թավաժանի մգողմից մեղադրվել է եւ ցերպակալվել է բադիվ է գազեմ Փակրատ Սրբազանն այդպես ասել է եւ ճիշտ է քանի որ աստա Այո, իրենքն են հանցակորձը, իրենքն են թավաժանները, իրենք են քողավազակները, իրենք են վախկոտները եւ աս բոլորը անոնք որոնք չեն հավատում այսօր օրը բիդիկա փաստի բոլորն փաստորեն բիդի աբացուցվի որ ասմատիկը թավաժանել են այ ժողովուրդը թավաժանել են Հայաստանը եւ ինչքան թալանել են այս երկիրը որքան փող են յուրացրել հողեր չգիտեմ ինչ շենքեր այդ բոլորը հրաբարակվելու եւ այս ժողովուրդը սկսավի մսելու որ ամոթ բիդսկա որ դարիները շարունակ խապվել է մի հատ հիմար մատումը գողմ են բայց նաև մենք տեսնում ենք այս օրերին ընդդիմությունների նախաշեմի Նիկոլ Փաշինյանը իր ավտոբուսով եւ իր հատկանշական պարոն Սասունյանը ստերության այդպես կա էլի բացառիկ ճշմարտություն վերջերս երբ կանգառում կանգնած նստենք հերթական ուրախ ավտոբուսը եւ ընթացքից գալիս է 47 համարի ավտոբուսը որը տանում է դեպի Եռաբլուր այսինքն այն իրականություն որում դուք հասցրել եք հայ ժողովրդին ու այս ամենը այսի պահվածքը այդ ուտել պտտվել արցախցի կնոջ վրա երբ այն եկածը մատ թափտալ գործ Հերոսիմը աղջիկը այո Հերոսի աղջիկա եւ արցախցիներին փախածներ անվանել այս ամենը ինչի դրսեւորում է Փախողը նախ եւ առաջ փախողը ինքն է
ով որի Հայաստանի բանակին չի զարայում եւ բանակից փախուստ է դվել, ուրեմն ադի շատ բան ասում է թե ինչ օրագի մարդ մնե ինքը եւ ես տեսնում եմ ուր որ եթե մատիկ իրեն երեսը չեն ուզում տեսնել ամբողջ աշխարհով մեկ Հայաստանը խայդարագել է հայացքը խայդարել է բոլորը ուղղակի գաբիկ մնե ուղղակի դիբիլ դքետ անասում մնե ուր որ եթե հայ ժողովուրդը խայդարագում է ուր եթե Ռուսիա Ամերիկա Եվրոպա ուր եթե մատիկ նայում են ասում ձիզաղում են որ ասպեսի մի մատ Հայաստանի վարչապետ է եղել ժողովրդին խափել է ամեն կետնի վրա ես հավատում եմ այլևս որ ժողովուրդը դեսնում է ասոր ինչը լալը իր աղդոդությունը իր խափեփայությունը եւ իր բոլոր ցանկը վախկոտ եղած մատնը որ ովևէ բադվական բան չի արել իր ցանկի մեջ մի օր ցանկում չի ապրել որ աս մատը ճշմարտություն է խոսել մի օր թասիբով ցանկ չի ապրել եղել է փոլ բարի սույն իմաստով համբալմը որ հայ ժողովրդին ու Հայաստանի խայդարագություն է պատճառել եւ ասմատը ես վստահ եմ ասմատը հայոց պատմության մեջ բացարձակապես ոչ մի հարկանքի չարժանանար քանի որ ասմատը մեր հերոս տղոց լա անցյալի զոհվածների կամ ապրողների ուղղակի անհարկում է ասում է փախածներ արա թունես փախել բանակից թունես փախել 50 տիկնաբահների յետև գատնած գիների թիվ վրա քորում ես արա ինչ տեսակ մատես տուն հայ դղամատը գանանց հաճև խոնարհում է հարկում է դղամատը սուտ չի խոսում դղամատը բանակ է զարայում դղամատը ջագադը փած է ջամփաները քալում իսկ դու բոլոր էությամբ վախկոտ փանդի մեջ նույնիսկ թասիվով չես կցել չի կարողացել եղել է մատնիչ եղել է բոլոր փանդարգալները իրեն վրա ծիծաղել են ոչ մի հատ մեկը լա փետի մեջ լա այսօր հայ փողոցը քալող ոչ մի հայ ու արժեք ունեցող մատ ատմատուն չի կարող հարկել քանի որ արժանապատվություն չունի վախկոտ է սրախոս է աղդոտ է եւ Չիգա իր մեջ ոչ մի արժեք մչիգա գներեք գրկնում եմ շարունակ, բայց ոչ մի բադվական բան չիգա ատմատու մեջ, ոչ մի հայ դղամատու արժեքներ չունե։ Ուզում եմ ասել եւս մեկ անգամ եթե առանձնացնենք ինչու պետք է չընտրել սրանց, բայց այս ամենից զուգահեռ պարոն Սասունյան, իրենք ինքնավստահ են, որ այսպես են իրենց պահում, թե գիտակցում ունեն ինչ աղետ են վերել հայ ժողովրդի եւ դրանով այս վախերով է պայմանավորված իրենց այս պահվածքը։ Իրենք բան ինչպես ես ինչ ամբադիվ, ինչ վախկոտ մատ կա աշխարհի մեջ, իրենք չեն հավատար, որ իրենք ամբադիվ են, ինչ վախկոտ մատ կա, չի հավատար, որ ինքը վախկոտ է։ Ասմաթիգը բոլորովին արժեքներ չունեն, ասմաթիգը իրենց քոյությամբ խայդարագություն են պատճառել ասկու հայրենիքի միակ բադվել են բادرազներ, ջագադամադեր, միան սուդ են խոսել, միան խայդարագություն են բերել մեր ասկի գլխին, ուրեմն ասմաթոց մեջ ինչ կա բադվական ես չգիտեմ, մի հատ բադվական բան չունեն, բոլորը խափեփա, սդուկ, համբալներ, որոնք նայում ես մի հատ արժեք մը փորձում ես գտնել իրենց մեջ չկա հատ արժեքը, չկա, հայու արժեք չունեն ասմաթիգը Թուրքերը ինչպես անցյալներն շատ ասել եմ թուրքերը քեֆ են անում որ ասպեսի մի դիբիլ ասպեսի մի վախկոտ մատ Հայաստանի վարչապետի աթոր է բահում որ իր շրջանակը բոլոր անունները բոլոր գիտեք այդ բոլոր իրենց խավը մեջ են մի հատ դղամարդ չկա մի հատ թասիմ ունեցող մեկը չկա իրենց մեջ եւ իրենց արժանի իրենց արդարությունը որոնք ոտնագողում են սահմանադրությունն է, օրենք է եւ հայու արժանապատվությունն է, այդ թադավորներուն, թադախազներուն, որ այսօր հրանքներ տալիս են, որ օրենքներ խախտեն ամեն մարդկանց փանդարգեն, այդ նույն թադավորները պիտի կա իրենց պիտի փանդարգեն օրմի, այդ օրենքը, որ իրենք խախտում են, այդ օրենքից իրենց փախուս չկա, իրենց փախուս չկա արդարությունից։ Ինչու պետք է ժողովուրդը գնա ազգային ուժերի հետևից։ Քանի որ ժողովուրդը, հայ ժողովուրդը երկար բամություն ունեցող ասմն է, մենք այո ես կհասկանամ անցյալին շատ սխալ բաներ է եղել, ժողովուրդը հիասթափված էր, ուզում էր նոր մեկը կա եւ եկավ այդ նոր մեկը եւ դες հայ ժողովուրդը հիմա տեսնում է որ ինչ տեսակ մեկը նայադի եւ գխորին որ ատեն ինձ շատ մատիկ ասել են որ իմ շրջանակի մեջ որոնք ինչպես կասեն նիկոլական են եղել հիմա զզվել են ասմաթուց զզվել են
իր գաբիգությունից, իր վախկոդությունից, իր սդերից զզվել են բոլորովին եւ այլևս ես վստահ եմ իրենց այլևս երրորդ անգամ լալով նույն սխալը չեն գործել, գազեմ ասիշխանության վերջի եկել է, ասիշխանությունը բադասխան դալու է իր բոլոր արած խապեպայությունների, քողությունների ու թավաժանությունների եւ իրենց համար փախուս չկա եւ իրենք լավ գիտեն եւ հիմա վստահ եմ գիտեք ժողովուրդն ադեսնում է ինչ խաթախություններ անելու են որ ասնդությունները շահեն մատած սուտ խոստումներ են դալու գաշակներ են վճալու մարդկանց 5000, 10000, 20000 փող են վճարու որ երթան իրենց ցանդան մերած մատերու անուններով քվեներ են բան անելու այլև ինչ խաթախություններ անելու են որ իրենց վնվեն քանի գիտեն եթե իրեն չվերնդրվին եւ չպիտի վերնդրվին որ արդարությունը իրենց արդարությունից փախուս չկա իրենց համար ինչ պետք է անեն ազգային ուժերը պետք է միանան ինչպես գիտեք մատը 7 տարի է հայ ժողովուրդն է գիսում Հայաստանցին, Արցախից, Արցախցին, Սպիրկայից, Սպիրկայը Հայաստանցից, մեր ժողովուրդը 8-10 բաժիններով է բաժանել ղեկավարը Աչյան է, ղեկավարը միացնող ուժ է, ղեկավարը ասկը գմիացնե, ասկից լավակույնը դուրս կբերե, փոխանակ գիսելու, գողոպդելու, խապելու, դալու եւ ժողովուրդը 10 բաժիններով վերածելու ուրեմն Բեկի ղեկավարը ով է ալլա ինձ համար ես ասել եմ ասկի առաջ Քոչարյանն է, Սամվել Ղարաբեջյանն է, Զարուկյանն է, ես երեքինա շատ հարգում եմ եւ կհավատամ որ նրանք երեքնա շատ թասիբով արժանապատվության դեր մատ են եւ երեքնա անմիջապես աշխատեն հայ ժողովուրդը միացնել սպիրկ հայրենիք եւ ամեն ինչ եւ նրա մեր փրկությունը դրա մեջ է մեկ է միանանք եւ ես կասկածում որ նրանց որևէ մեկը որ ընդրվի վարչապետ որ նրանց առաջին գործը հայ ժողովրդի միացնելն է քանի որ որևէ հայ որ ասկու հայրենիք կսիրե խելք ունե թասիբ ունե նա գիտե որ այս ժողովուրդը որ միացնենք մենք ամեն ինչ կարող ենք ամեն հրաշքա կարող ենք գործածել Սփյուռքին անդրադարձակ այո նրանց գալով առաջին բանը որ եղավ նա այս Սփյուռք Հայաստան Արցախ պարակտունն էր եւ այսօր մեր Սփյուռքը ինչ ունի անելու պարոն Երեք սպիրկը ատկան հիաստապվել է նրանք այլևս շատեր ես քանի հոգիներ գիտեմ որ ասում են այնքան անեն որ աս դիբիլը վարչապետը ես Հայաստան չեմ այցելել ատկան հիաստապվել են աս մատը խայդարագություն է Հայաստանին աս մատը խայդարագություն է հայ ասկին դժվար է հավատալ որ մի Հայաստանի մի վարչապետ գասկածի տնե հայ ցեղասպանությունը հայոց բամությունը Արցախի Հայաստան լինելը վաղը մի ասմատը եթե ընդրվի ասված չնե վաղը գասե որ Սյունիքն է մերը չէ գասե գասե նշտեն է սփրգել Սյունիքը նշտե չլար Սյունիքն է թուրքերուն գլար Նախիջևան ատեն ասել արևմտյան Հայաստանի մասին ասմատում որ մնա միա միթե Իջևանը Հայաստան է իր համար ուրիշ բան չկա միթե Ադիա գասկադի միթե ադիա դա ասմատը թուրքերու թիվ 1 կորզակալ է սա ասոր ու անոտ կորզակալ է գոչում այ դիբիլ թուն ես կորզակալը եւ թուն Հայաստանի թշնամի կորզակալն ես թուրքերու կորզակալն ես թուն եւ քո at բոլոր շուրջիտ մարտիկները բոլոր ծախված դրամաբաշտ դիբիլները հայու արժեքները զուրկ ուրեմն բանը հիմա չգիտեմ ինչ բարեր գործում եմ քուֆուր չիդալ գներեք ես չեմ սիրում թավաժանների քողերի հաստեին հարկանքով խոսել ես այդպեսի մատիկ ինգեներս կիսան համպի քուֆուր մի դալ ինչ ուզես ասե ես ասում եմ ոնց թավաժանի հաստեին խոսին եւ քուֆուր չիդամ քանի որ նրանք այդ քուֆուրին արժանի են քուֆուրը վատ բան է բայց եւ ճիշտ հաստեին ողված ադիգա լավ քուֆուր է ուրեմն գներեք բայց ասմատը ոչ մի հարկանքի արժանի չէ, ոչ մի թասիբ չունի, սդախոզ, քող ավազակ մատ մնե եւ ես հավատում եմ, որ այս ժողովուրդը զզվեր է իր քբ գոչված, ինչ որ գոչվում են նրանք աս բոլոր խավի անունները, չիդամաս դիբիլները, քողերը, որ բոլորը թուրքի կորզակալներ են եւ ես չեմ զարմանար, որ իրենք բադաստություններ են արել, որ
որ մեկ որ ընդրություններն չի վերդեն, դրանք ամեն Ամերիկա, Ֆրանսա եւ չգիտեմ ուդերները փախուս պիտ կորզեն, քանի որ գիտեմ որ իրենց վերջը գալիս է, սակայն դժբախտաբար իրենց աթարությունից փախուս չգա իրենց, այս ժողովուրդը պիտի բաճի իրենց, պիտի փնե իրենց բերը at նույն թադարանների մեջ, որ մեր հերոսներին, մեր դղեկին թադում են at նույն թադավորների արժև եւ at թադավորներն որ իրենց պիտի թադեն եւ իրենց փախուս չգա աթարությունից։ Մեզ հասնելու արժանի պատմություն է, իրողություն է, ես կուզեմ ես մասով ունենք մենք տեղեկություններ ձեր կյանքի դրվագներով պայմանավորված եւ ինչ կուզեք փոխանցել։ Ուրեմն գազեմ ատեն շատ գիտեն մանրամասնությունների մեջ որ երդասատ կյանքից մաս եմ գազմել զինյալ բայկարին եւ Ամերիկայի մեջ եւ սերբակալվել եմ եւ 40 տարիներ Փեթում եմ մնացել 19 տարեկանից մինչև 50 տարեկան իմ համար ինչպես ամեն հայի համար եւ ամեն հայ դղամատու համար ամեն հայուի համար կյանքի մեջ կարևոր է ասկ սիրել հայրենիք սիրել աթարություն սիրել եւ ծառայել այդ բոլորին միան ամեն մատ ասում է ես հայրենասեր եմ ես մնայում եմ ինչ ես արել ասկիտ համար եթե հայրենասեր ես ինչ ես արել հայրենասերությունը ավելոտ խոսքեր չեն մատիկ ասեն օ գերած խմած դղա իդ ինչ նշանակում է գերած դղած խմա ասելու դեղ այսինքն քեֆ արած է նույնիսկ հանցակորձներուն ասում են թասիբով դղա է գերած խմած մարը չէ ինձ ասե դու ինչ ես արել ասկու հայրենիքի համար ադե կարևոր եթե ասկու հայրենիքի համար ոչինչ չերա ես գերածի դա խմածի դա թքեմ ադիգա ինչ հայմը նշանակում է սիրել ասկու հայրենիք եւ ծառայել ասկու հայրենիքին Ես ինչպես շեղեցի մի րոպե գներեք, ուրեմն Փեթում երկար տարիներ Փեթում մնացել եմ եւ 40 տարի եւ 4.5 տարի Հայաստան եմ գտնվում եւ իմ սդի մեջ մի հատ եթե գներեք շեղելուս, բայց իմ սդի մեջ մի հատ մեծ ցավ մգա որ իմ Փեթ գտնված տարիներին վերջին 13 տարիներին ինչ որ 50-60 հատ օրակիրներ եմ գրել Այսինքն 6-7-8 հազար էջեր եւ այդ օրերին թշպախտապարոս մի հատ աղջիկ մգար, որու հետ սիրահարված եմ ասեմ եւ այդ օրակիրները իրեն ուղարկում էի ոս մադենատարան էր աշխատում իպտե քրող էինք եւ Հայաստան կալուց իդ տեսա ինչ անդանելի բնավորության դեր մեկն է եւ միան գրծա մեգուգես ամիս մնալ իր հետ եւ բաժանվեցի Եվ որ փորձեցի այդ օրակիրներս իդ վերանց ցերկ բերել լուր ասել է ինձ որ իբտե մատկանց ասել է թե այդ 50-60 օրակիրներս այրեր է քանի որ իրեն թողեցի այսինքն ես կուսամ թե ադի սուդ է խոսում քանի որ ինքը չափեն ավելի սդախոս մնե եւ եթե ինքը քրող մնե ովևէ քրող նույնիսկ ամենացած մագատագի գիտե որ Ոևէ մեգումը քրած այրելը հանցակորձությունն է, անբատվությունն է եւ նա մանավանդ քաղաքական փանդարգալիմը ինչ որ 60-50-60 օրակիրները հազարավոր էջեր գուսամ այդ բանը չի արել եւ այդ օրակիրները այդ թուրքա որ ինքը իրական այրել է ես իրասեին մի քանի խոսքեր գասեմ որ ինքը այդ խոսքերը լսելով թե ինչպես կհիշվի հայոց բամության մեջ որ Հայ քաղաքական փանդարգալիմը գրած 6-7 հազար էջերը այդպես այրում է եւ ոչ միեղ իրեն շատ մատիկ իրեն մանավանդ քրողներ իր ասեին ինչեր են ասելում եւ ինքը վստահ եմ որ բիծղճա իր արածին ուսամ չի արել անշուշտ եւ ուսամ շնորհք ունե վերաթարցնելու իմ քրազները ինքը չէ քրած ինձ եմ պատկանում ես եմ քրել այդ բոլորը եւ ուսամ թե այդ քրազները վերաթարցնե գներեք բոլորի որ անձնական բանը պատմեցի, բայց բանը ասի շատ կարևոր բան է իմ համար եւ ինչպես էսի 13 տարի խուցի մեջ նստած ես այդ օրակիրները գրել եմ եւ ուսամ այդ անունը չիդամ, փորձում եմ չիդալ, ուսամ շնորհք ունենա այդ օրակիրներս վերաթարցնելու։ Շնորհակալություն բոլոր ժողովուրդ ջան Ես իմ բոլոր կյանքս ցեզ եմ նվիրել, Սուրբ Հողին եմ նվիրել, խնդրում եմ ցեզ սդախոսներից, դագանքներից չհավատաք, ասմատուն միադավոր դուք ցայնդակ, դուք ձեր երեխաների, ձեր ընտանիքների, քալիք սերունդներու աբական վերացնում եք,
վախկոտ մատը թուրքի կորզակալը չի կարող լիներ Հայաստան մեր ճակատագրի գերեք խնդրում եմ կացեք սեր ցանը դվեք ովևէ մեկին բացի աստ Նիկոլ գոչված դականքիդ սդան շնորհակալ եմ